Բարև ձեզ, դուք դիտում եք Հրապարակ TV-ն, ես Հայկա Ալոյանն եմ, այսօր մեր հյուրն է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Պարոն Միքայելյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Միքայելյան, Եվրոպայի քաղաքական համայնքների գագաթնաժողովը բավականին աշխույժ է անցել եւ ուրախ Ալբանիայի վարչապետը կատակել է Մակրոնի հետ, ասել է պետք է շնորհավորեք ինձ եւ Ալիևին, որովհետեւ Թրամփին ի վերջո հաջողվել է վերջ դնել մեր հակամարտությանը, այսինքն Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը դարձել է նաեւ կատակի թեմա եւ անverջ շնորհավորանքներ են հղվել Ալիևին, շնորհավորել են, որ Հայաստանի հետ վերջապես խաղաղության օրակարգը հաջողություններ է գրանցում, իսկ Նիկոլ Փաշինյանին փաստացի կանգնեցրել են փաստի առաջ, որ պատմական իրողություն է եղել, բայց չգիտես ինչու, կարծես թե ուղերձներում դա անցնում է կարմիր գծով Ալիևին են շնորհավորել։ Այս ամբողջ, եթե իմի բերենք, ինչ կատարվեց Կոպենհագենում, ինչի մենք ականատես եղանք, այսինքն Եվրոպան կամ հավաքական արևմուտքը շատ հանգիստ է վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանը գեղեցիկ խոսքերի ներքո կապիտուլացվում է, ինչպես ավելի վաղ Ալիևը մանկում հայտարարեց։ Նաև եւս մի բան ավելացնեմ, այս օրերի ընթացքում Թրամփը անվանեց Փաշինյանին the other guy, այսինքն այն մյուս տղեն, հա, այսինքն այստեղ մենք հականատես ենք լինում մի կոնկրետ իրողությանը, որ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական քաշը անհամադրելի է դարձել։ Իհարկե այս իշխանության համահողները, ովքեր հավատում են ադրբեջանական կառուցչությանը, կասեն, որ միշտ էլ այդպես է եղել։ Եվ դա սուտ է, որովհետև միշտ Ադրբեջանին եւ Հայաստանին զուգահեռ դիտարկել են եւ զուգահեռ բանակցել են։ Իսկ հիմա միայն Ադրբեջանի հետ են գործ ունենում։ Եվ սա շատ լուրջ փոփոխություն է։ Եվ դա արտացոլում է այն իրողությունը, այն քաղաքական դրությունը, որին այս իշխանությունը Հայաստանին հասցրել է։ Մասնավորապես այս իշխանությունը Հայաստանին հասցրել է պարտությանը, կապիտուլյացիայի եւ թշնամական օրակարգի ամբողջական ընդունմանը։ Եվ հետեւաբար սա է իրավիճակը։ Հիմա ինչու եվրոպական քաղաքական հանրությունը այդքան ուրախանում է Հայաստանի այս պարտությամբ եւ կապիտուլյացիայով, որովհետեւ Եվրոպական միությունը, Բրյուսելը եւ Վաշինգտոնը միշտ էլ դրդել են մեզ այդ ուղղությամբ։ Թուրքիայի հետ համատեղ միշտ դիտարկում էր, որ պետք է կառուցվի արևելք-արևմուտք էներգակիրների միջանցքը եւ ոչ միայն էներգակիրների, բայց հիմնականում էներգակիրների, որպիսի արևմուտքի եւ Թուրքիայի ազդեցությունը տարածվի կենտրոնական Ասիայում եւ Ուկրաինայի նման հակամարտությունը տեղի ունենա նաեւ այդտեղ։ Իսկ մյուս կողմից եվրոպական միությունը սպասարկվի եւ մատակարարվի արդեն Միջին Ասիայի ռեսուրսներով։ Եվ այսպիսով այստեղ Թուրքիան ասել է, որ մեր համար խոչընդոտը Հայաստանն է։ Իրականում Հայաստանը խոչընդոտ չէր, Հայաստանը միշտ էլ կողմ էր ճանապարհների բացմանը, բայց Թուրքիային պետք է միջանցք։ Ինչի միջանցք։ Նախ որպեսզի որևէ տուրք չվճարի։ Այս իշխանության ներկայացուցիչները ասում են, որ մենք փող կաշխատենք, թուրքերը ասել են արդեն, որ իրանք որևէ փող չեն վճարելու եւ դա ուղղակի միջանցք է։ Սա մեկ, երկրորդը, որպեսզի զենք կարողանան տեղափոխել։ Վրաստանը օրինակ չի թույլ տալիս, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը զենք տեղափոխեն, չնայած որ մնացած տնտեսական առումով Վրաստանի ճանապարհը ամբողջությամբ բավականացնում է եւ նաեւ խողովակները, որոնք կան, հա, թե գազամուղերը, թե նավթամուղերը, ամբողջությամբ կարող են նաեւ կենտրոնական Ասիայի ռեսուրսներին էլ սպասարկեն, որովհետեւ իրականում Վրաստանում կառուցված ենթակառուցվածքները արևելք-արևմուտք միջանցքի շրջանակներում շատ մեծ պաշարով են կառուցված եւ մոտավորապես 2.5 անգամ կարող են ընդլայնվել ծավալները, թե երկաթգծի տեսանկյունից, թե նավթակիրների, թե գազի տեսանկյունից։ Այսպիսով կարելի ասել, որ այստեղ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն միշտ ուզեցել են այս հակամարտության լուծումը այնպես, որ արևելք-արևմուտք միջանցքը աշխատի, հա, Ռուսաստանին շրջանցող։ Իսկ Թուրքիան դրա համար ասել է, քանի որ ինքն է հիմնական օպերատորը, ասել է, որ դրա գինը Հայաստանի որպես քաղաքական գործոնի վերացումն է։ Եվ արևմուտքը որոշեց, որ այս գինը վճարել շատ ընդունելի է իրենց համար, տարել են ամեն ինչ այդ ուղղությամբ, Հայաստանում կեղծ քարոզ են տարել տասնամյակների ընթացքում եւ կազմակերպել են իշխանապողություն, որից հետո այս իշխանությունը արդեն իրենց ծրագրերը իրականացնում է եւ Հայաստանը որպես քաղաքական գործոն չեզոքացրել է։ Կարող ենք ենթադրել, ձեր ասացի իմի բերելով, որ Արևմուտքը ամեն կերպ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի ընտրություններին հաղթանակ գրանցելու համար։ Անկասկած,
այդ եվրոպական քաղաքական հանրության հաջորդ գաղթաժողովը դեռ մի քանի ամիս առաջ պլանավորվել է, որ պետք է Հայաստանում 2026 թվականի մայիսին կատարվի եւ գալու են տարբեր երկրների առաջնորդները, որպեսզի Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցեն։ Նույնպես ինչպես կարող ենք հիշել, օրինակ 2021 թվականին Ալիևը 15 գերի ազատ արձակել, որպեսզի Փաշինյանը ընտրություններում հաղթի, դա միակ գործոնը չէր, մի քանի եւս քայլ նախաձեռնվել, նույն կերպ իրանք աջակցել են այստեղ, եւս մի քանի գերի բաց կթողնեն, եւս մի ինչ որ քայլերի կդիմեն, որպեսզի Փաշինյանը հաղթի, որովհետեւ նրանց համար շատ կարեւոր է թե Արևմուտքի համար, թե Ադրբեջանի համար, որ Փաշինյանը հաղթի, եւ ամեն ինչ է արվելու, որպեսզի դա տեղի ունենա։ Իհարկե նաև մեդիա արշավ լինելու, նաև բռնաճնշումներ են լինելու, հիմա էլ կա այս ամեն ինչը, եւ այդ ամեն ինչը շարունակվելու, որպեսզի Փաշինյանը հաղթի։ Նույն կերպ ինչպես օրինակ Մայա Սանդոյին ապօրինաբար բերին հաղթանակին Մոլդովայում, նույն կերպ փորձել են նույնը անել Հայաստանում։ Պարոն Միքայելյան, դուք նշում եք, որ բռնաճնշումներ են շարունակվելու եւ այլն, բայց միևնույն ժամանակ սոցհարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ունի շատ ցածր վարկանիշ եւ ոչ խաղաղության օրակարգը, ոչ Թրամփի թրիփի անվան տակ այս միջանցքը, հանրությանը ինչ որ գեղեցիկ գույներով մատուցելը ոչ մի կերպ այդ վարկանիշը չի բարձրացնում։ Շանս կա, որ նույնիսկ Արևմուտքի գործուն աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է տապալվել։ Շանս կա, որ կարող է տապալվել, բայց բավականին բարձր են շանսերը, որ Փաշինյանը հաղթի։ Եվ այստեղ ես կդիտարկեմ դա երկու տեսանկյունից՝ քաղաքական եւ քաղաքական սոցիոլոգիայի տեսանկյունից։ Երևի սկսեմ քաղաքական տեսանկյունից։ Քաղաքական տեսանկյունից հետեւյալն է, տեսեք, եթե դուք պայքարում եք իշխանության համար, ավելին ասեմ, տարածում եք ատելություն, հակամարտությամբ եք փորձում հարցը լուծել, ներքին քաղաքականության մեջ դա դեպքում, հա, դուք զբաղվում եք քաղաքականությամբ։ Իսկ եթե դուք փորձում եք ամեն մեկի հետ ինչ որ բան պայմանավորվել եւ այլ, դուք զբաղվում եք առևտուրով, ոչ քաղաքականությամբ, հա։ Սա այս Կալշմիդտի քաղաքականի որպես երևույթի կամ ֆենոմենի բացատրությանը։ Եվ այսպիսով Հայաստանում ընդդիմությունը միշտ զբաղված է եղել առևտուրով, իսկ իշխանությունը ներկա իշխանությունը նկատի ունեմ Փաշինյանի խումբը միշտ զբաղված է եղել քաղաքականությամբ։ Եվ հենց դա է պատճառը առաջին հերթին, որ նրանք հաղթում են։ Երկրորդը նրանք ունեն շատ լավ տեխնոլոգներ եւ այդ տեխնոլոգներին նաեւ շատ լավ լսում են եւ գրագետ վարում են քարոզարշավը։ Այսինքն որ ասում են Փաշինյանը adekvat չէ, ինքը իր կինը ինչու են սրանք անում, դրանք Այն մարդիկ, այսպես ասած, մակերեսին են նայում, բայց խորքը չեն հասկանում, որ իր անադեկվատությունը նախ անձնական որակները եւ քաղաքական որակները եկեք չշփոթենք, եւ երկրորդը եկեք հասկանանք, որ իր անադեկվատությունը եւս կարող է որպես գործիք հանդիսանալ, հա, այսինքն նա կարող է փորձել օրինակ դրանով որոշ ընտրազանգվածների վրա աշխատել։ Ընդդիմությունում ասում են, որ դե մենք նման գործիքներին չենք դիմելու։ Դե այդ պարագայում պետք է գիտակցենք, որ դրա գինը լինելու է իրենց պարտությունը, Հայաստանի պարտությունը, իրենց բանտարկումը եւ այլ, հա։ Այսինքն Փաշինյանը շատ արդյունավետ է գործում եւ ունի դրսի աջակցություն։ Ընդդիմությունը գործում է շատ անարդյունավետ եւ չունի դրսի աջակցություն։ Արդեն մենք այստեղ երկու քաղաքական տարբերությունը տեսնում ենք։ Հիմա քաղաքական սոցիոլոգիայի տեսանկյունից մի քանի խնդիր դիտարկենք, հա։ Նախ Փաշինյանի վարկանիշը ցածր է, չնայած որ վերջերս մի քիչ բարձրացել է, այս ամեն ինչ ես PR-արշավի ֆոնին եւ նաեւ ընդդիմախոսների բանտարկելու ֆոնին։ Սա մեկ, այսինքն այո, վարկանիշը ցածր է, բայց ուրեմն Փաշինյանին այս պայծրությամբ պետք չէ իր վարկանիշը այդքան բարձրացնել, ինչքան պետք է մյուսների վարկանիշը տապալել, ինչով որ ինքը զբաղվում է։ Եվ դա ստացվում է։ Սա եւս շատ կարևոր գործոն է եւ այստեղ եւս կարևոր գործոնը նաեւ այն է, որ ինքը մեդիայում շատ հստակ գերիշխանություն ունի։ Միշտ այս իշխանությունը գալուց տարածել է թեզեր, իբր նախորդ իշխանության ձեռքում 90% մեդիա ռեսուրսներն են, որը ի սկզբանե սուտ ա եղել, դա երբեք այդպես չի եղել, առավել եւս հիմա։ Եվ այսպիսով մենք կարող ենք ուսումնասիրել մեդիա ծածկույթը, մեդիա դաշտը, սոցցանցեր եւ այլն, որտեղ կազմակերպում են այս մեդիա արշավները, ու տեսնենք, որ հիմնականում մեդիա ռեսուրսը իշխանության ձեռն է, ինչով իրանք նաեւ կարողանում են իրենց թեզերը տարածել։ Մյուսը կան բազմաթիվ չկողմնորոշված մարդիկ, այսինքն նրանք այս իշխանությանը չեն աջակցում, բայց չեն աջակցում նաեւ ընդդիմությանը։ Այս իշխանության համար բավական է, որպեսզի այս մարդիկ չգան եւ ընտրությանը չմասնակցեն։ Օրինակ կարող ենք հիշել Գյումրիի ընտրություններ եւ Երևանի ընտրություններ։ Գյումրիում իշխանությունը հավաքեց 36%-ից մի փոքր ավել,
Եվ պարտվեց։ Ինչու պարտվեց, որովհետև մոտավորապես 10% ընտրողների, որոնք ըստ իրենց պետք է չմասնակցեին եւ ըստ սոցհարցումների իսկապես պետք է չմասնակցեին, բայց վերջում որոշեցին եւ մասնակցեցին, եւ պարզե որ ով էլ եկավ, ավել քան թե նախատեսվում էր, քվեարկեց իշխանության դեմ եւ իշխանությունը պարտվեց։ Երևանյան ընտրություններում իշխանությունը չնայած ել ավելի քիչ է հավաքել, բայց դասավորվածությունը այնպիսին էր, որ շատ կարևոր էր մասնակցությունը եւ ընդդիմադիր կուսակցությունների տոկոսը եւ տվյալ դեպքում ինչ եղավ։ Մասնակցությունը այնքան ցածր է եղել, շատ ավելի ցածր նույնիսկ քան Գյումրիում, որ իշխանությանը այդ տոկոսը հերիքեց, որպեսզի կոալիցիայով հաղթի։ Այսպիսով մենք ինչին ենք գալիս։ Իշխանությանը պետք է որպեսզի ցածր մասնակցություն լինի ընտրություններում, որը բավականին բարձր հավանականությունը, որ այդպես կլինի։ Այսպիսով նրանք ունեն որոշ հնարավորություններ։ Բացի դրանից իշխանությունը միշտ ունի վարչական ռեսուրս եւ այլ կեղծիքների հնարավորություններ, եւ այդ ամեն ինչը իհարկե կիրառել է։ Մենք տեսանք վերջի մի շաբաթ առաջ մոտավորապես ԿՊ-ում ընտրություններ, որը Փաշինյանը եւս կեղծեց, մոտավորապես 10% քվեների իրեն վերջում ավելացրեց, եթե ԿՊ-ի ընտրությունները կեղծում են, ինչ պետք է կեղծի համապետական ընտրություններ։ Այնպիսով իհարկե իր հնարավորությունները այդտեղ էլ սահմանափակ են, բայց այդտեղ լուրջ հարց է, ինչքանով ընդդիմությունը լուրջ զբաղվելու է, որպեսզի թույլ չտա կեղծիքներ, հա։ Եվ մենք նման փորձ չունենք այս ընդդիմության պարագայում, որպեսզի իրանք կարողանան արդյունավետ վերահսկողություն կազմակերպեն ընտրությունների։ Այսպիսով ես կարծում եմ, որ իշխանությունները չնայած ցածր վարկանիշի հաղթելու բավականին բարձր հնարավորություն ունեն, իսկ եթե չէ, ապա պետք է դիտարկենք, թե ով է հաղթելու, որովհետև իշխանության հաղթանակ կամ պարտությունը այս տեսանկյունից երկրորդական հարց է նրան, թե ով է հաղթելու, որովհետև եթե չկա հաղթող սուբյեկտ, ապա անհնար է որ լինի պարտվող սուբյեկտ, անհնար է որ իշխանությունը պարտվի ոչ ոքին կամ ինչ որ անհասկանալի միավորմանը։ Տվյալ դեպքում դա չի լինելու։ Բայց դաշտում արդեն տեսնում ենք նոր գործընթացներ ամեն դեպքում կամ այդ գործընթացներին տանող ազդակներ եւ օրինակ նույն Սամվել Կարապետյանը մենք մեր ձևով, հա, մեր ձևով շարժումը շանս կա, որ Նիկոլ Փաշինյանին կարող է դա հաճանակնկալի առաջ կանգնեցնել։ Դե այդպես ասեմ, միակ հնարավոր սուբյեկտը, որը կարող է հաղթել իշխանությանը եւ Փաշինյանին, տվյալ դեպքում Սամվել Կարապետյանն է։ Սա անկասկած։ Բայց այդտեղ մի քանի բայց առանձնացնենք։ Նախ առաջին բայց իշխանությունը արդեն քարոզարշավը շատ ակտիվ վարում է, Սամվել Կարապետյանի թիմը ուշանում է միանշանակ։ Երկրորդը, Սամվել Կարապետյանը բանտում է եւ իր թիմը եւ իր կուսակցությունը կամ շարժումը չկարողացավ այն ալիքը բարձրացնել, որպեսզի Սամվել Կարապետյանին ազատեն բանտից։ Երկրում բնակչության մեծ մասը, կեսից ավել, համարում է, որ Սամվել Կարապետյանը ապօրինի բանտարկված է, բայց նրանք չկարողացան այդ ալիքը բարձրացնել։ Այսինքն, ել ինչ պետք է ունենան ձեռքին, որպեսզի դա անեն։ Այսինքն հանրային ճնշման այդ ալիք չկարողացան բարձրացնել ու ուղղել այդ ուղղությամբ, այո։ Այո, այսինքն, այսպես ասեմ, սոցիոլոգիական տեսանկյունից հնարավորություններ կան։ Եվ եթե դա չի արվում, դա արդեն բաց թողումն է մեծագույն այս թիմի։ Եվ երրորդը, որը եւս շատ կարեւոր է, դա այն է, որ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են, ես տեսնում եմ, որ դեռ շատ հում են այս թիմի տեսանկյունից։ Հա, եւ հակառակ Փաշինյանի քաղաքական խումբը շատ արհեստավարժ է։ Այսպիսով նույնիսկ եթե Սամվել Կարապետյանը ունի շանսեր, այստեղ հարց է գալիս, թե ինչքանով ինքը այդ շանսերը իրացնել է։ Եվ եւս մի հանգամանք։ Սամվել Կարապետյանը դրսից աջակցություն չունի։ Եվ չի ստանում թե Ռուսաստանից աջակցություն, թե պարզա արևմուտքից, չնայած որ իր փաստաբանը փորձեց ինչ-որ լոբինգ անել ԱՄՆ-ում եւ ինչ-որ կերպ նույնիսկ ազդեցեց իշխանության վրա, բայց Ռուսաստանը օրինակ իր հերթին, քանի որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում գործարար է, ոչ մի բան չի անում։ Եվ այստեղ մենք տեսնում ենք եւս մի տարբերություն։ Այսպիսով ես չէի գերագնահատի նաեւ այս թիմի շանսերը։ Կարծում եմ, որ այդ շանսերը կան, առաջին անգամ իսկապես կան շանսերը, օրինակ Քոչարյանը իրականում 2021 թվականին այդ շանսերը չի ունեցել, բայց Սամվել Կարապետյանը հիմա այդ շանսերը ունի, բայց իրացնելու արդյոք թե ոչ, սա շատ լուրջ հարց է։ Եվ եւս մի հանգամանք դրվել է որպես խնդիր, ուրեմն տնտեսական տեսանկյունից քարոզարշավ վարել, հա, Սամվել Կարապետյանի կուսակցության կողմից, բայց
խնդիրը քաղաքական է եւ եթե քաղաքական լուծում չստանա, ապա այսինքն իրանք պետք է նաեւ այդտեղ կարողանան հարցը լուծել։ Եթե ստացվի, իհարկե շանսեր կան։ Անդրադառնանք Փարաքարի համայնքապետի սպանությանը, արդյոք դա ազդեցություն թողնելու է ընդդիմադիր դաշտի վրա, որովհետև արդեն իսկ դիսկուսներ կան, որ ավելի շատ քաղաքական դրդապատճառներով կատարված սպանությունը ներկայացվում է իբր անձնական վենդետա եւ այլն, եւ նույնիսկ այդպիսի քննարկումներ ծավալվեցին փորձագիտական դաշտում, որ սա թաքնված ուղերձ կարող է հանդիսանալ ընդդիմադիր, հա, գործիչների, համայնքապետերի համար ընտրություններին ընդառաջ։ Այս մասով ինչ կասեիք։ Չի բացառվում։ Իհարկե ես ամբողջ ծավալով չեմ տիրապետում այս գործին, բայց կարող եմ ասել, որ այն տեղեկատվությունը, որը տեսնում ենք, ցույց է տալիս, որ արդեն հերոսացնում են նույնիսկ հնարավոր սպանողին։ Այսինքն այս իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել երկրում, հա։ Այս վախի մթնոլորտը իհարկե ստեղծում են առաջին օրվանից 2018 թվականից, երբ որ մարդկանց տների մոտ դագաղներ էին դնում եւ այլն, բայց հիմա տեսնում են, որ դա չի բավականացնում, որովհետեւ այդ ժամանակ իրանց վարկանիշը ավելի բարձր է, հիմա արդեն շատ ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմեն եւ այս սպանությունը կամ համենայն դեպս այդ սպանության վրա ռեակցիան այս տեսանկյունից պետք է դիտարկենք եւ այո տեսնում ենք, որ դա տեղի է ունենում։ Ինձ թվում է դա ազդելու է իհարկե։ Մենք տեսանք, որ ուրեմն միջանցքի մասին հայտարարությունը եւ ստորագրությունը, հա, հիմա արդեն պարզից պարզը, որ սա միջանցք է, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք կամ կոչենք Մեղրիի միջանցք, հա, այս տրիպը, որը հենց միջանցք է, Փաշինյանը ուզում է ասել, որ դա միջանցք չէ, դա միջանցք է, պետք է գիտակցենք դա, եւ այսպիսով այդ միջանցքի դեմ ընդդիմությունը ոչ մի բան չարեց։ Ինչու՞ չարեց։ Իսկ հնարավորություն ուներ անելու։ Իհարկե ուներ, բայց ինչու՞ չարեց, որովհետեւ ընդդիմությունը նաեւ ինչ որ չափով շոկի մեջ էր, հա։ Եկեղեցու վրա հարձակումներից հետո Սամվել Կարապետյանի բանտարկումը, հետո տարբեր քարոզարշավներ եւ այլն, ընդդիմությունը պատրաստ չէր ինչպես միշտ եւ չկարողացավ արձագանքել։ Բայց հիմա իրավիճակը այնպեսին է, որ արդեն ընդդիմությունը այդ շատ կարեւոր հանգամանքը թողեց իշխանությանը եւ իշխանությունը արդեն շահարկում է այս միջանցքը որպես իր ձեռքբերում եւ խոսում է խաղաղության պայմանագրի ստորագրման մասին այն ժամանակ երբ որ Ալիևը բաց արդեն պահանջում է սահմանադրության փոփոխությունը եւ այսպիսով մենք տեսնում ենք որ իրականում ոչ մի խաղաղության օրակարգ չկա սա ուղղակի բլեֆ է Ադրբեջանի կողմից բայց Փաշինյանին դա պետք է որպեսի ընտրություններում հաղթի Եվ ձեր վերլուծությունները, հա, ինչ սցենարի զարգացում ենք ունենալու մինչև 2026 թվական։ Դե այս վայրդրությամբ քաղաքական ճնշման մթնոլորտը աճում է։ Իդեպ ես ասացի Մայա Սանդոյի մասին, մենք տեսանք, որ Փաշինյանը միանգամից շնորհավորեց նրան եւ այլն, այսինքն այստեղ զարմանալի չի, որովհետեւ նրանք նույն թիմի ներկայացուցիչներն են եւ այսպիսով մենք ինչ ենք տեսնում, որ Փաշինյանը փորձելու է լարել քաղաքական իրավիճակը եւ դրա շնորհիվ եւ դրա միջոցով ավելի հստակեցնել իր իշխանությունը, ընդդիմախոսների ձայները լրացնել եւ ընդդիմությունը այս պայծառությամբ դրա համապատասխան ինչ որ ռազմավարություն ունի եւ այսպիսով դեռ ավելի ու ավելի թուլանում է այս վերջին մի քանի ամիս, որովհետեւ մինչեւ ամառը ընդդիմությունը կարծես թե մի քիչ ուժեղանում էր, բայց ամռան սկզբից սկսեց թուլանալ։ Եվ այսպիսով իմ կարծիքով այս մթնոլորտը շարունակվելու է, չեմ բացառում նույնիսկ մեդիաների վրա ճնշման աճը եւ նաև եւս մի հանգամանք ցանկացած հասարակական եւ քաղաքական ակտիվություն դիտարկվելու այն տեսանկյունից, թե իբր դա Ռուսաստանից է ուղղորդված եւ Եվրամիությունը դրա մեջ շատ ակտիվ մասնակցել է։ Եվ այսպիսով տարվա սկզբից արդեն 2026 թվականի սկզբից արդեն միանշանակ քարոզարշավը սկսվելու եւ շատ ավելի ամեն ինչը դիտարկվելու է այս տեսանկյունից։ Այսինքն գործարկվելու են նույն սցենարը, ինչ որ Մոլդովայում եւ Վրաստանում փորձեցին, այո, գործարկել։ Վրաստանի իշխանությունները փորձեցին ներկայացնել որպես պրոռուսական իշխանություն, Մոլդովայում փորձեցին ընդդիմությանը ներկայացնել պրոռուսական։ Ու դրա հաշվին, այո։ Այո, այսինքն Վրաստանում իհարկե չկարողացան իշխանությանը գցել, որովհետեւ ամեն դեպքում այդ իշխանությունը իշխանական լծակներ ուներ, բայց ամեն դեպքում այն ճնշումը, որին ենթարկվեց այդ Վրաստանի իշխանությունը, բավականին մեծ էր։ Հայաստանում, քանի որ ընդդիմությունը այդ լծակներ չունի, պարզ է, որ իշխանությունը արդեն շատ ավելի ուժեղ դիրքերից է խոսում։ Ամեն դեպքում շատ բան հնարավոր է անել, բայց մենք տեսնում ենք, որ խնդիրներ կան եւ շատ դժվար է դա լինելու եւ
ընդդիմությունը եւ նաև մեդիաները, նաև ինչ որ չափով նաև փորձագիտական դաշտը մենք տեսանք որոշ մարդկանց դեմ նաև ճնշումներ եղան եւ այլն եւ ազատ եւ ոչ օտարպետություններին ծառայող նաև հանրային կազմակերպություններ եւս կարող են ճնշման ենթակա լինել։ Այսպիսով սրան պետք է պատրաստվենք, որովհետեւ սա արդեն այս տարվա ընթացքում իրականություն է լինելու։ Պարոն Միքայելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրն էր քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Դուք դիտում եք Հրապարակ TV-ն, ես Հայկ Ալոյանն եմ, հաջողություն։